Հարցս հետևյալն է, քաղաքական բանտարկյալներից զատ կան նաև ավելի շատ թվով քաղաքական հետապնդումների ենթարկվող մարդիկ, որոնք պոտենցիալ քաղաքական բանտարկյալներ են։ Այս դահլիճում վստահաբար կան մարդիկ, ընդ որում անհատներ չէ, շատ մարդիկ, որոնք երբևէ այս իշխանությունների դեմ պայքարների ընթացքում, այդ պայքարները ընդ որում խաղաղ անհնազանդություններ են, փողոցային հավաքներ են, ինչ-որ ելույթներ են, այդ ընթացքում այդ մարդիկ հետապնդումներ են ենթարկվել, որը ունի հետևյալ տեսքը։ Այդ մարդուն ինչ-որ կեղծ քրեական գործ են այդ մարդու վրա հարուցում, հետո այդ մարդուն կամ տնային կալանք են մի երկու ամիս տալիս, կամ չեն տալիս, կամ վարչական հսկողության տակ են դնում, ոտքին, ձեռքին, օղակ են հագցնում այդ հսկողության ու այդ մարդը տենց ամիսներով մնում է։ Հետո օրինակ իմ դեպքով ասեմ, ապօրինի զենքի կեղծ գործ են հարուցում, տենց մի 4-5 ամիս անհարմարություններ են պատճառում, լիքը վնասներ են պատճառում, գործընկերները բոլորը դադարում են հետդ աշխատել, մտածելով, որ դե դու արդեն տերորիստին 5 ես պակաս, հետո դրանից հետո այդ մի գործը փակում են, հիմա մի հատ էլ թարմը կա, ասենք փողոցում կանգնած ես, քեզ տանում են ոստիկանություն, հետո քրեական գործ են հարուցում ու ես իմ օրինակով եմ բերում, բայց տասնյակ, եթե ոչ հարյուրավոր մարդիկ կան, որ հենց հիմա իրենց վրա քրեական վարույթներ կա ու այդ մարդը 5 պակաս նստելուց, այսինքն այդ վարույթը ինչպիսի տեսք ունի օրինակ, ասում ես ինչի համար, ասում են դե արդարադատությանը խոչընդոտելու, այս մեկը համեմատաբար թարմ թեմա է էլի, ու ասում ես այդ ո՞նց ենք խոչընդոտում ձեր արդարադատությունը, ասում են կպարզենք հլը, ու տես պարզում են ամիսներով, այդ ընթացքում քեզնից կարող են իրեր արգրավել, քարտեր բանկային, տարբեր պարագաներ, հեռախոսներ, տունը գան խուզարկության ինչ-որ համակարգիչ տանեն, այսինքն ստեղ համատեքստը նա է, որ իշխանությունների դեմ երբ հանդես ես գալիս, քաղաքական հետապնդման ես ենթարկվում, որի կուլմինացիան քաղաքական բանտարկյալն է, որպեսզի դադարես պայքարել այս իշխանությունների դեմ։ Եվ հարցս հետևյալն է, սա ոնց որ ելույթ չվերածվի, արդյոք ունեք որևէ ուսումնասիրություն, վերլուծություն, թե քաղաքական հետապնդումների ենթարկված ինչքան մարդ կա, որտեղ ցանկալի կլներ զեկույցում նման կետել լիներ, որպեսզի ենթադրում եմ միջազգային կազմակերպություններ, օտարերկրյա դեսպանատներ ստանալու են այդ փաստաթուղթը, որպեսզի իրենք ամբողջ պատկերը տեսնեն իրականությունը, ճշմարտությունը, որտեղ իշխանությունները այն ինչը ներկայացնում են, տենց պուպուշ, սիրուն, հա, իրենց նախարարները, նախարարուհիները ամեն ինչ գունավոր ու պայծառ են ներկայացնում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, այո, շատ կարևոր հարց եք բարձրացնում։ Ես իմ խոսքում էլ նշեցի, որ այս պահին գրեթե 70 անց քրեական հետապնդման է ենթարկվում քաղաքական դրդապատճառներով, բայց մենք միևնույն ժամանակ այս պահին իրականացնում ենք փաստահավաք աշխատանք 2018 թվականից սկսած, քանի անձ է ենթարկվել քաղաքական հետապնդման։ Գիտեք, մեզ մոտ սովորաբար այսպիսի տպավորություն է լինում, որ քաղաքական բանտարկյալները կամ քաղաքական հալածյալները միայն այն մարդիկ են, ովքեր գտնվում են քրեակատարողական հիմնարկներում, բայց եկեք ֆիքսենք, այո, որ կան տասնյակ մարդիկ, ինչու չէ նաև հարյուրավոր, առաջիկայում կունենանք նաև իրենց վերջնական տվյալները, ովքեր ենթարկվում են քրեական հետապնդման եւ թեև կալանքի հետ կապված չէ խափանման միջոցը, բայց այնուամենայնիվ նրանց համար ստեղծվում են լրացուցիչ անհարմարություններ։ Ցավոք սրտի մեզ մոտ ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ անձի նկատմամբ կիրառված կալանքը, եթե փոխվում է օրինակ տնային կալանքով, մարդկանց մոտ դա առաջացնում է այսպես գոհունակություն, որովհետև ուրեմն մտածում են դե գոնե քրեակատարողական հիմնարկից այս մարդը ազատվեց, բայց փաստենք, որ այս խափանման միջոցները, այդ թվում նաև տնային կալանքը, այդ թվում նաև վարչական հսկողությունը, չհեռանալու վերաբերյալ ստորագրությունը եւ այլն, սրանք եւս սահմանափակում են մարդու ազատությունը, այսինքն սրանք եւս պետության կողմից կիրառվող միջամտություններ են անձի ազատության նկատմամբ եւ այս պարագայում իրենք եւս պետք է համարվեն քաղաքական հալածյալներ, որովհետեւ կատարվում է այդ ամեն ինչը բացառապես քաղաքական դրդապատճառներով։ Միջև վերջնական հայտարարության քննարկումը
քննարկումը մենք կունենանք թվային պատկերը 2018 թվականից սկսած, քանի հոգի է ենթարկվել քաղաքական հետապնդման, բայց վերջին տվյալները ես ձեզ արդեն ներկայացրեցի։